Մարտի 1-ի գործի հետ կապված դուք գիտեք թե ես անձամբ ինչքան շահագրգռված եմ, բայց իմ շահագրգռվածությունը կրկնակի տասնապատիկ նաև կաշկանդվածություն է ինձ համար, որովհետև այդտեղ էլ չլինի թե որ ես վարչապետ եմ եւ վարչապետի կարգավիճակի բերումով ես ինչ որ ազդեցություններ եմ գործում, որը նույնպես խնդրահարույց է, բայց եւ ես շատ ուրախ եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առիթով եւ հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, ես կարծում եմ, որ Հայաստանի դատաիրավական համակարգը պետքա ես բան չեմ ասել։ Տեսեք, մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասել այդ ամեն ինչը, ուրեմն դրանք պետքա բերեն կոնկրետ հետևանքների եւ քննչական ուղղակի հետ կապված, եւ դատավարական ուղղակի հետ կապված, եւ դատախազական ուղղակի հետ կապված։ Հասկանու՞մ եք, դուք իրականում զբաղվա ելույթին այդ թեմաներին անդրադառնալու եմ, մենք ունենք դիլեմաներ։ Առաջինը մենք ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը եւ ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը, որ չստացվի, որ ժողովրդավարությունը պաշտպանելու անվան ներքո բռնապետություն ենք հաստատում։ Սրանք շատ լուրջ դիլեմաներ են։ Եթե դու ժողովրդավարությունը քեզ համար ընդամենը պիտակ է, դե այդտեղ հեշտ է, կարելի է ամեն ինչ, բայց եթե ժողովրդավարությունը քեզ համար հավատամք է, շատ դժվար է գործել։ Որովհետև մի դեպքում տեսնում ես ժողովրդավարության խոցելիությունը, բայց մյուս դեպքում ինքդ քեզ ասում ես, որ մի րոպե, այս ժողովրդավարության խոցելիությունը իբր պաշտպանելու դու կարող ես անել քայլեր, որ ինքդ շեղվես ժողովրդավարական ուղուց։ Եթե դա քեզ համար արժեք է, դա այդքան էլ հեշտ չի անել։ Եվ զարգացումը մենք պետք է մեր խնդիրների հետ առերեսվենք եւ պետք է այդ խնդիրները հասկանանք ոնց է լուծվում։ Ես որ ասում եմ մարտի 1-ի գործը բացահայտված է, Մարտի 1-ի գործը իհարկե բացահայտված է։ Հիմա քրեական գործերը ամբողջությամբ բան են, չէ, հրապարակային են։ Ամեն ինչ նկարագրված է։ Բացարձակապես ամեն ինչ նկարագրված է։ Ապօրինի խմբերի ձևավորումը, նրանց վճարումը, ով փողը տվեց, ով փողը տվեց եւ այլն, եւ այդպես շարունակ։ Այլ բան, որ դատական հարթության մեջ այդ ամեն ինչը պետք է արձանագրվի օրինական ձևով։ Բայց հասկանում եք, իմ ամեն նախադասությունը այս թեմայով ասված հետո կարող է օգտագործվի եւ այն կողմից, եւ այն կողմից, եւ այն կողմից, եւ այն կողմից։ Դրա համար ես ասում եմ, շատ դժվար է գտնել մարդ, որը ավելի շահագրգիռ է, որ մարտի 1-ի եւ ինչի մենակ մարտի 1-ի գործը։ Հոկտեմբերի 27 կա, ուրիշ գործեր կան եւ այլն եւ այլն։ Բայց մյուս կողմից այդ իմ հետաքրքրվածությունը, շահագրգռվածությունը որպես քաղաքացի ինձ համար կաշկանդող գործոն է, որ մի րոպե, բայց այնուամենայնիվ, ինչ ենք մենք ուզում, որն է մեր նպատակը։ Իսկ մեր նպատակը ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունն է, եւ ես ասում եմ, այո, մենք այդ նպատակին չենք հասել այն աստիճանի, ինչ աստիճանի, որ մենք կարող ենք հասնել։ Բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ մենք արձանագրենք մի բան։ Նախորդ օրը, երբ որ մենք ժողովրդավարության թեմայով քննարկում էր ժողովրդավարության հայկական ֆորումը։ Ես այդտեղ հասկացա, որ մենք մի հատ էլ խնդիր ունենք։ Երբ որ բանախոսները խոսում էին ժողովրդավարության իդեալի մասին։ Մենք շատ դեպքերում ժողովրդավարության իդեալի հետևից ենք գնում, դրա համար չենք նկատում մեր այսօրվա ժողովրդավարությունը։ Որտեղ ասում ենք, մեր այսօրվա ժողովրդավարությունը իդեալական է, չէ, իհարկե իդեալական չի։ Բայց եթե մենք ցանկացած բանի իդեալի տեսակետից վերաբերվենք, ցանկացած բանի, մեզ մենակ հիասթափություն է սպասում։ Մենք պետք է կարողանանք գնահատել այն ինչ որ միջազգային հանրությունը մեր ժողովրդավարությունը ավելի շատ տեսնում եւ գնահատում, քան մենք ինքներս։